Կոտայքի մարզի դատախազությունը պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի 15-ին կնքված հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը։ Վճռով անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հեկտար մակերեսով հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հեկտար մակերեսով 14 հողատարածք։ Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր Պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարան հիմնադրամի միջև։ Հուշագրի նպատակն է ամրապնդել գործատու բու համագործակցությունը, ստեղծելով կրթության և մասնագիտական փորձառության զարգացման արդյունավետ հարթակ։ Համագործակցությունը միտված է ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը և պետական կառավարման համակարգում նորանոր նախաձեռնությունների խթանմանը։ Անկարան և Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, որն ընթանում է 2022 թվականից, իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Այս համատեքստում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված, նշել է դիվանագետը։ Հաղորդվում է նաև, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։